Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են պայծառատես Նարինե Մկրդումյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ Նարինե, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Սովորաբար մենք հանդիպում ենք այստեղ, երբ ասելիք եք ունենում։ Այսօր ինչ ասելիքով եք եկել, ինչ նոր պատմություններով եւ մեր հետևորդներին հիշեցնենք, որ նրանք, ովքեր պետք է նայեն հաղորդումը, այնտեղ ինչ որտեղ մեկնաբանություններ գրեն, խնդրում ենք չդիտել, մեկնաբանություններ չանել, իսկ նրանց ում հետաքրքիր են այս պատմությունները, կարող են թող լսել, հարցեր գրել, այնպես որ մենք պատրաստ ենք պատասխանելու նաև ձեր հարցերին։ Ինչ ասելիքով եք եկել Նարինե, ինչ է կատարվում մեր իրականության մեջ, մեր ժողովուրդը ինչ ապրումներ ունի, մի խոսքով, ովքեր են գալիս ձեզ, ինչ հարցերով են դիմում։ Տարբեր հարցերով դիմում են։ Առաջի ասելիքս այն էր, որ զանգերը չափից շատ են, եւ նորից եւս մի անգամ կխնդրեի, որ զանգեն WhatsApp Viber-ի վրա, քանի որ ես չեմ հասցնում ամ զանգերին պատասխանեմ, ամ WhatsApp Viber-ի վրա բոլորին հետ կապ հաստատեմ։ Բողոքներ եմ ստանում անդադ թե ես իմ օգնականներս, որ բողոքելով ենք, որ մեզ չես պատասխանում, ես դրա համար եմ մտել, որպեսզի հայտարարեմ, որ ես մի հոգի եմ, իսկ իրանք չափից շատ են։ Ու նաև որ ուզում են մոտենան, այս պահերին ես չեմ կարող իրանց վերցնեմ, հերթի տակ չեմ կարող, որովհետև on-line տարբերակը չափից շատ է, տարբեր երկրներից գրանցված են, բողոքներ եմ ստանում, որ խիչ եք մեզ ընդունում, այս պահը չեմ կարողանում, մի ամիս դեր on-line-ա լինելու, քանի որ այլ պետություններից շատ տարբեր մարդիկ են գրանցված, տարբեր երկրներից, դրա համար ընդունելությունները չկա։ Բողոքում են մարդիկ, որ կգնանք Նոյան Տապանը, կզանգեն, կբողոքեք, որ չեք վերցնում, դե ոնց վերցնեմ, եթե on-line տարբերակը չափից շատ են գրանցված, այս պահը չեմ կարող։ Հիմնական էտա մեկ էլ ուզում էի հայտարարեի, որ տարբեր հիվանդանոցներից որ կանչում են, ես չեմ կարողանում գնամ, լավա նկարները ուղարկեն, որովհետեւ հիվանդները չափից շատ են, հիվանդանոցներն են, նույն ձև ես չեմ կարող այդեն ժամանակս հիվանդանոցներում։ Դե հետո ինչքանով է ճիշտ, եթե դու գնում եք հիվանդանոց, եթե իրենք արդեն բժշկի են դիմել։ Չէ, կանչում են, բժիշկներն էլ են կանչում են, այව ասում են համագործակցենք, մեզ հետ աշխատեք, բայց չէ, իրանք լրիվ ուրիշ մասնագիտություն ա, իմ Աստծո շնորհա, բժիշկել ա կանչում, որովհետեւ մարդ ա եղել, ես ռենտգենից շուտ եմ տեսնում, հիվանդությունները թաքնված, ասել եմ, ուղարկել եմ, ինքը գնացել է մի ամսից հետո ու տեսել որ հիվանդությունը կա, հիմնականը բժիշկներ են կանչում, իրանց օֆիսները, գրասենյակները, իրանց սենյակները կանչում են, պրոստը հիվանդները չափից շատ են, ու տարբեր հիվանդանոցներ են կանչում, ես միշտ հայտարարում եմ, նկարները ուղարկեք, ճիշտ անեղանում են ինձանից, բայց դե նույն ձև ոնց տեսնում եմ, ես on-line էլ եմ տեսնում, ուղղակի ես հիվանդանոցներով ես պահ ծանրաբերված եմ, չեմ կարող էլի տենց անընդհատ գնամ, գամ, դրա համար ես միշտ հայտարարում եմ, ձեր նկարները ուղարկեք։ Նարինե, հիմա մի հարց ունեմ։ Ձեզ համար հեշտ է on-line աշխատելը, երբ որ մարդու հետ անմիջապես չեք շփվում, թե որ մարդը ձեզ մոտ է գալիս, ամեն դեպքում։ Չէ, երկու տարբերակով էլ հեշտ է, ուղղակի այս հիմա որ շատ մարդիկ են այլ պետություններից գրանցված, Բայց որ ինչ ձևով աշխատելն է ավելի արդյունավետ, դուք որ մարդու հետ շփվում եք, զրուցում եք, անմիջապես իր էներգետիկան զգում եք, թե այնպես որ նկարներ եք նայում։ Չէ, նկարով էլ եմ տեսնում, նույն հիվանդությունները, թաքնված հիվանդությունները բացվում է, նույն հիվանդությունները, որը ինքը տեղյակ է, տվյալ մարդը տեսնում եմ, ազնական կյանքը նույն ձև տեսնում եմ, ուղղակի այստեղ խնդիրը նրանումն է, որ հիմա նախորդ գրանցվածներ կան չափից շատ։ Ես հիմա ինչի եմ այս հարցը տալիս, տեսեք, ձեզ համար հեշտ է on-line աշխատելը, որտեղ դուք ինքներդ եք ձեր հերթագրումները անում եւ նայում եք նկարները, ձեզ խանգարում օգնականներ եք են պահում, ձեզ չի խանգարում, այսինքն նա ով որ ձեզ դիմում է, իսկ երբ որ դուք անմիջապես իրար հետ շփվում եք, ասելիքը դիմացինի շատ է, հարցից հարց է առաջանում, այսինքն ամեն դեպքում ձեր հաճախորդներին ավելի հարմարավետ է, որ գան հասնեն ձեզ մոտ, քան on-line, գուցե դրանով է պայմանավորված, որ զանգերը ավելի շատ են, որ ուզում են անմիջապես իրենց հետ խոսեք, շփվեք, ինչ-որ մի բան ասեք։ Ամսուկեսից ես կարողանելու եմ արդեն հերթ ընդունեմ, քանի որ հիմա ներկա շատ են գրանցված, չափից շատ են։ Գոնե նրանք, ովքեր որ Հայաստանից են դիմում, ձեզ կարողանան հասնել ձեզ մոտ եւ անմիջապես շփվել ձեզ հետ։ Ուղղակի այս պահը Հայաստանից էլ չեմ կարող դեր վերցնել, մի ամսուկեսից կազատվեմ, նախորդ փոխանցումները կա, գրանցվածները կա, դրա համար չեմ կարող էլի այս этаպում ընդունեմ։ Բողոքներ լինում անընդհատ, օգնականներից էլ են զանգում, բողոքում եղի չի ընդունում, կգնանք կբողոքենք, ինքը պետք է մեր ազգին օգնի,
Լավ, Բայց գուցե դե որ- այստեղից հիմա հայտարարենք, որ այսպես սահմանափակվեն ամեն դեպքում դեռ on-line է Հա, աշխատում։ հա։ Եթե հարմար կլինի արդեն կազատվեք, գուցե հենց Նոյան տապանում կհայտարարեք, որ արդեն ազատ եք, մարդիկ անմիջապես կհերթագրվեն եւ ձեզ մոտ կգան, որտեվ կարծում եմ, որ մարդկանց ավելի շատ հետաքրքիր է ձեզ հետ խոսելը, ձեզ հետ շփվելը, քան թե ինչ որ դուք գրառումներ կատարեք WhatsApp-ում եւ Viber-ում ասեք այսպես պետք է անես կամ այնպես պետք է անես, որտեվ շփումը ամեն Չէ, կան մարդիկ, որ այլ պետություններից գալիս են, դիմավորում ենք, նախորդ գրանցվածքներ են լինում, այլ պետություններից էլ են գալիս։ ԱՄՆ-ից էլ են եկել, Ռուսաստանից էլ են եկել, նաև ընդունում եմ, ուղղակի շատերին այս ներկապահը չեմ կարողանում ընդունել, մեկ էլ սննդի կարգով օգնություններ գնում է։ Իմ ասածը հետևյալն է, որ որքան էլ մարդկանց դուք հիմա հորդորում եք, որ ձեզ դիմեն Viber-ով եւ WhatsApp-ով, ամեն դեպքում ձեզ զանգահարում են, որպեսզի շփվելով ձեզ հետ իրենց խնդիրների մասին պատմեն։ Հիմա հասկանանք ինչ նոր պատմություններով եք եկել այս ընթացքում մի քանի ամիս է մենք հաղորդումներ չենք ունեցել եւ ինչ տպավորված դեպք ունեք, որը կպատմեք այսօր մեզ։ Տպավորված դեպքը այդ հիվանդանոցների խնդիրն է, որ անդածանգում են։ Օրինակ հիվանդանոցում, որ ձեզ կանչել են, այդ դեպքերից մեկի մասին կպատմեք, ով է եղել հիվանդը, կին, տղամարդ, երեխա եւ ինչ հիվանդություն է ունեցել, որ ձեզ կանչել են։ Տղամարդ է եղել, խնդիրներ ունի, ես տեսել եմ, որ իր պոչկիների հատկազ անելու, մի ամիս շուտ եմ տեսել, ասել եմ, խնդիրը տեղումն է կայանելու, իրանք վերել են սրտի համար, ասել եմ, սիրտն էլ ունի խնդիր, բայց պոչկիներից հատկազ անելու, երբ որ ընկել է հիվանդանոց, պոչկի մեկը հատկազ արել, տենց կանչեցին իր բարեկամները, ծանոթները եւ մենակ ոչ այդ տղամարդու հարցով, էլի կան, լիքը մարդիկ կան, որ զանգում են, չեք գա Երևանի, չեք գա Գրիգոր Լուսավորիչ, չեք գա Հանրապետական։ Իսկ բժիշկները ինչպես են նայում այդ զանգերը։ Բժիշկները նորմալ են նայում, բժիշկները շատ ժամանակ ծանոթ լիքը բժիշկներ կա, որ իրանք են գալիս մոտենում, իրանց համարել են անգամ ուզում իմանան, թաքնված հիվանդություն ունեն Չի եղել, որ սխալ կանխատեսում եք արել։ Չէ, իմ մոտ բացվում է, էլի ռենտգենի նման նախորդ շուտ բացվում է, տեսնում եմ խնդիրը որտեղ է կայանում եւ խնդիրը ասում եմ։ Հիմնականը բացում է, բայց լիքը բժիշկներ կան, որ իրանք էլ են մոտենում, որովհետեւ պրակտիկորեն արդեն տեսել են, որ չեմ սխալվում։ Տեսել եմ, որ չեմ սխալվում եւ զանգեր շատ կա։ Այդ մի դեպքը տղամարդու հետ կապված երիկամները։ Հա, երիկամը իր մոտ ատկազ արել, չի աշխատում։ Դրա համար իր ծնողները, բարեկամները խնդրեցի, որ եւս մի անգամ էլ նայեմ, միգուցե ինչ որ միտեղ էլ ունի ծանր խնդիր, որը հիմա տեսնեմ, դա լինելու է մի ամսից։ Որտե ես նախորդ տեսնում եմ, ու դա լինում է մի ամսից, 2 ամսից դա այդ խնդիրները լինում է։ Ուրիշ ինչ դեպքի մասին կարող եք պատմել, թեկուզ նորից հիվանդանոցի Անձնականի հարցով են գալիս, լիքը անձնականի հարցերով են գալիս։ Նայեն անձնականի մասին խոսեցինք, հիմա կարծես թե հասարակությունը շատ լարված վիճակում է, ինչպես դուք եք միշտ ասում, մարդիկ նույնիսկ ընտանիքի անդամները իրար հանդեպ ատելությամբ են լցված եւ այլն։ Այս ատելությունը իրար չսիրել ինչով է պայմանավորված։ Դե հիմնական տարբեր, մարդկանց մոտ տարբեր խնդիրներից է գալիս, մեկը գալիս է վատմանկությունից, մեկը գալիս է ընտանիքից, մեկը գալիս է, որ ինքը իծնետ է ձև է, մեկը տարբեր կողմերից է գալիս, որովհետև իմ մոտ տարբեր մարդիկ են գալիս, ես իրանց մոտ այդ հոգեվիճակը տարբեր պատճառներից է լինում։ Եկեք մի դեպքի մասին պատմեք, որտեղ ասում եք անձնականի համար են գալիս, օրինակ այս վերջերս Ինչ անձնականի համար գալիս են, երեխա չեն ունենում, հարստություն չեն կարողանում բաժանել իրար միջև։ Այդ ժառանգական խնդիրները անձնականի հարցով գալիս են, որ ամուսնանան, անձնականի հարցով։ Շատ են դիմողները, չէ՞ չամուսնացողները։ Իսկ ո՞րն է պատճառը, որ չեն կարողանում ամուսնանալ։ Ինչ եք ասում դուք օրինակ, երբ որ նայում եք։ Կան խանգարիչ մարդիկ, կան կապանքներ, կան անեցքներ, կա տանանթամ, որ խանգարում է, կա անցյալի ամուսին, կան կին, որ խանգարում է, տարբեր խնդիրներ Իսկ մարդը ինքը իրանով չի դժվարացնում իր ամուսնությունը, ենթադրենք, չկա նման դեպքեր։ Չէ, կա, որ մտածում են ռաշոտո, բրակ պարաշոտո, որ չէ, ինձ հարմար չի, տենց էլ է լինում, բայց հիմնականը մարդիկ կան, որ չի ստացվում, իրանց բուն պատճառը գտնում եմ, որ խի չի ստացվում։ Օրինակ, ինչ որ մեկին է, ինչ եք ասել, ինչի չի ստացվում իր կյանքը։ Այս վերջի դեպքերի ժամանակ ինչ եք ասել, ով է դե։ Դե տարբեր մարդկանց, աղջիկա եկել է մոտ, ասել 2 անգամ նշանոսայտ եմ տալիս, տեսել եմ կոնկրետ, որ իր մոտիկ ընկերուհին է իր վրա կապանքներ անում, անունն էլ եմ ասել եմ շորներ կբերես, իր մոտ ինչ պետք է, ես ցույց եմ տվել եւ ասել եմ, որ խնդիրը հենց դրանումն է կայանում։
Մարդ կա տան անդամ խանգարում, մարդ կա անցյալին սերն խանգարում, մարդկաց մոտ տարբեր է, էլի գտնում են պատճառը։ Օրինակ մարդիկ եթե անցյալի հետ է կապված, ինչպես եք տեսնում, ինչ եք տեսնում։ Տեսնում եմ, միանգամից տվյալ մարդուն եմ տեսնում, իր անունն եմ տեսնում։ Հարազատներ են լինում, ընկերներ, բարեկամներ, ասում եք մեկին ասել եք, որ ընկերուհին է։ Առաջի ամուսնությունը, բաժանությունն է լինում, գալիս է, որ նշանած ինքը իրան հեռացել է, որ պիտի ամուսնանայինք, տեսնում եմ հետևի տղամարդը, իր անունը, միանգամից ասում եմ, որ խնդիրը սրա հետ է կապված։ Հենց այս տվյալ մարդն է խանգարել, որ դու ամուսնանաս։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր խնդիրներ է լինում։ Տղամարդիկ թե կանայք, ովքեր են ավելի շատ։ Տղամարդիկ են չափից շատ դիմում, կանայք էլ շատ են դիմում, չափից շատ են դիմում։ Հիմնականում երեխեք էլ են բերում, երեխոցը մոտ սպազմ էր լինում, ուզում են հասկանալ սպազմը որտեղից է, ասում են, որ կոնկրետ հենց գլխից է, ինքը իցնե տենց է ծնվել է։ Ծնվել է նյարդային համակարգը թույլ, գլխի մեջ կա խնդիր, որ տալիս է ամբողջ մարմինին։ Երեխեք էլ են բերում, տղամարդկին էլ է գալիս, հիվանդանոցներից էլ են չափից շատ զանգում, շատ ժամանակ էլ մեր տունն են սուտ լուրեր հասնում, որ իբրև ես փախած եմ, չգիտեմ, ռուզուսկի տակ եմ, տենց զանգում են նման բաներ են խոսում, մի քանի օգնականներից ասել եմ, որ հետ զանգեք, մի հատ ասեք, ես ինչեր եք խոսում։ Մրցակիցներ ունեք, ուզում եք մրցակիցներ չունեմ, գիտեն թե որ չեմ ընդունում իրաց։ Չէ, ոչ մրցակից չունեմ, քանի որ իմ մոտ որ լրիվությամբ լիարժեք բացվում է, բոլորը օրորի շատանում են, էլի, մի մարդը գալիս է տեսնում է, ես լրիվ տեսնում եմ, գնում է իր հետ մի 40 մարդ բերում, դրա համար ինձ թվում է մրցակից չի լինի, բայց այդ որ չեմ ընդունում, դա է մարդկանց համար իրանց մոտ տագնապ առաջանում, խի չի ընդունում, պատճառը իշն է, որ հենց ուզում են գանք չի ընդունում, դες զբաղված եմ լինում, հիմա այլ պետություններից ինքա մարդիկ են այսօր WhatsApp Viber-ում գրանցված, որ չեմ կարողանում, էլի, ոչ թե ես զանգերին չեմ պատասխանում, արհամարում եմ, այլ իմ զանգերից չափից շատ է, եւ դրա համար ես կուզեի հայտարարեի, որ թող մի անգամ է զանգեր, շատ ժամանակ ինձ ասում են, բա գրել ենք, չես պատասխանում, նույն անունից 20-ից ավել մարդ կա, ես ինչ իմանամ, դու որ մեկն ես, պետք է հերթականությունով բացեմ, որ իմանամ։ Նարինե, անձնական կյանքի հետ կապված հարցս հետևյալն է, մեկ անգամ ձեզ մոտ գալով կամ գրելով, դուք ամբողջ հարցերը մարդկանցը կարողանում եք կարգավորել, թե մի քանի անգամ էլ պետք լինում։ Չէ, նայելը ուրիշ է, աշխատանքը ուրիշ է, գալիս եմ միանգամից տեսնում եմ խնդիրները, ես իրանց ասում եմ, պետք է աշխատանք շարունակվի, թե չէ, եթե ասում են այո, շարունակվում է, եթե իհարկե իրանց կամքով, եթե ոչ, շատ մարդիկ նաև ինձանից նեղացել են, օգնականներից են զանգել, բողոքներ ասել, որ եթե նախորոք խնդիր է եղել, որ իրանց հետ տեսել եմ, ես իրանց ասել եմ, մեկա դու գալով ես, այս խնդիրը քո մոտ տեսնում եմ, չեն հավատացել, գնացել են հետո զանգել բողոքել, բայց ինքը տեսելա չի օգնել, դու էլ պիտի գայիր, որ ես կարողանայի օգնել, եթե դու չես գալիս։ Այսինքն մեկ անգամվա այցով չի ավարտվում ամեն ինչը։ Չէ, մի անգամ նայում եմ, տեսնում եմ, հետո գիտեք մարդ ա եղել նորացի երեխա է բերել, ինձ տվել, ասել է ես երազից մեջ տեսել եմ, որ քո մոտ պետք է գնամ։ Այդ երեխան ծնված րոպեից ինքը իրան դող է բռնում, մարմինը, ինքը դողացնում է։ Ինքը բերավ ասեց պետք է այդ երեխուն բռնեք, ես տես լուրջ չընդունեցի, որտեղ ես երազից մեջ չեմ տեսել, ինձ չի փոխանցվել։ Ասել եմ մարդ է էլի երևի ընկել է սամավունուշկի տակ։ Բռնել եմ այդ երեխուն, պահել, ասել եմ միգուցե ինքը դրա մեջ է տեսնում իմ փրկությունը։ Զանգեց ասեց 3 ամիս է, որ այդ երեխան էլ դող չի ցնցումներ չունի, ոչ մի դող չի բռնում։ Աստված քեզ շատ պահի ու նաև մեծ էլ նվեր բերավ իր հետ, ասենք մարդիկ էլ կան, որ իրանց է փոխանցում, ասենք միշտ ինձ էլ երազից մեջ փոխանցում, որ այս մարդը կբերեն քո մոտ պետք է օգնես, հիմա էլ իրանց էլ արդեն սկսել փոխանցվել։ Իսկ նայեք լինում է դեպքեր, որ երազին գալիս է, որ պետք է օգնեք, բայց երբ որ հանդիպում եք կամ ինչ-որ նկարը նայում եք, ցանկություն չի լինում արդեն օգնելու։ Եղել է տենց։ Չէ, օգնում եմ։ Չէ, օգնում եմ։ Անկախ նրանից ուզում եք թե չեք ուզում, եթե գալիս է հրահանգը, դուք պետք է օգնեք։ Ես պետք է օգնեմ, այո, օգնում եմ ես։ Տարբեր մարդկանց օգնում եմ, տարբեր։ Նայեն, իսկ ձեզ ով է օգնում։ Չէ՞ որ այդքան մարդկանց հետ այդ ապրումները, այդ էներգետիկան, բացասական, դրական բոլորը խառնված ով է օգնում ձեզ։ Դե վերևից էլ է, ուժը վերևից էլ եմ ես ստանում, բայց հիմնականը ես ինքս այդ ձև եմ, չեմ օգնել ես չեմ ուզում։ Ինքներդ ձեզ կարողանում եք օգնել։ Ինքս ինձ, այո, ես ինքս ինձ օգնում եմ։ Բայց իմ մոտ որ աջակորդներ են գալիս հատկապես այդ տղամարդիկ միշտ ասում են դու կաբուտը բունությունից ուժ լինի քո մեջ, ուժ եղել շատ, որովհետեւ գալիս են ազնականից խոսում են, որ իրանք 2-3 ամիս այս մարդու համար այս բանն են անում, այս են արել, են տվել, այս մեկն են արել,
տվյալ մարդը իրաց չի սիրում, չի ընդունում, ասում են բաժանվի։ Եթե նման խնդիր կա, բա ո՞նց Հեշտեք բաժանվեն։ ասում այդ մասին իրենց բաժանվելու մասին, հեշտեք ասում, թե Դե մտածում եթե իրանց փոխադարձ վերաբերմունք չկա, սեր չկա, ասում են տիկին Նարինե, տենց էս չի բաժանվել։ Ես էլ եմ ասում, հեշտեք ասում բաժանվի, գուցե ինչ որտեղ դուք կարողանաք օգնել, որ չբաժանվեն, թե տեսնում եք, որ չկա տարբերակ օգնության։ Գիտեք ոնց է, եթե տվյալ մարդը ասենք դիմացինին առանքը լավությունը չի գնահատում, ես դեռ Անելիք չգիտեմ, չունեք։ անելիք։ Դուք անելիք չունեք։ Ու միշտ ինձ հետ են ասում, տիկին Նարինե, դու ավելի ուժեղ մարդ ես դուրս եկել, քան թե մեկ ասում եմ, ես լինեի, ես կբաժանվեի, որովհետև եթե ընդունող չկա քո լավությունը, իմաստը որն է, իմաստ չկա էլի։ Իսկ եղել է դեպքեր, եւ օգնել եք, միավորվել են եւ այդ միություն հրաշալի շարունակվել է Այո, կա։ տես դեպքեր շատ ա եղել, որ իրանց ուրիշ է Ով է բաժանել։ դիմել, կինը թե ամուսինը ձեզ։ Օրինակ, այդ դեպքերի ժամանակ, որ ասում եք միավորվել։ Կինն էլ ա եկել, մարդներ, իրանք իմ ծանոթներն են եղել, ինքը ծանոթ հաճախորդներ են եղել մշտական, իրանց ուղղակի առանքը մարդամտել, բաժանել, իրանք սրտով ուզեցել են միանան, փոշմանել են, որ այդ մարդին լսել են, ես միացրել եմ իրանց։ Բայց դե դեպքեր էլ եղել ա, որ մարդամոտեցել ինձ, ես իրան ասել եմ, որ ես քեզ երկար սկի պայծառատեսության մեջ եմ տեսնում, նենց էլ եմ տեսնում, որ դու երկար չես ձգելու, որովհետև դու այսօր չունես, էլի ասենք, ինքը չաշխատող տղա է, ու նաև ոչ ապահոված ընտանիքից։ Եթե դու ամուսնացել ես, քեզ պիտի քո կողակիցը ոնց կա, քեզ ընդունի, ոչ թե անդադ պահանջի, դու երկար չես ձգելու։ Ու երկար չի ձգել։ Հիմա ինքը բռնված է, նստած է, որովհետև այդ տվյալ մարդը ինչ պիտի աներ, եթե ոնց ամեն անգամ իրան դնել տուփիկի դեմը, արդեն ստիպված ուրիշ քայլերի վրա գնաց, ես նակորոք իրան ասել եմ, զգուշացրել եմ։ Հիմա զանգում ասում է դու իրան գլխից քեզ պիտի ես լսեի։ Վիճակը վիճակ չի, որտե ես իրան համ տեսիլքով եմ տեսել, համ այդ ձև եմ տեսնում, էլի մի տեղ էլ պիտի փոխադարձ հարգանք լինի, սեր լինի, իրար պիտի հասկանան։ Եթե իրար հետ ապրում են, մեկը տենում է, մեկին չունի ու դրանց անդադ պահանջում է, տենց էլ չի լինում, էլի։ Անձնական Դա դժվար է։ կյանքերը կարգավորելուց եւ տեսնելուց բացի երեխաների մասին խոսեցինք, իսկ երեխաներ ունենալ եւ չունենալու հետ կապված եղել են Այդ դες դեպքեր։ լինում է կապանքներ է լինում, գրեր են առած լինում, դաժե անուննել եմ ասում եմ դուք իրար հետ շատ ճշտամանք ունեք ընտանիքներով եւ կոնկրետ այս մարդն է արել, կգաք ես կքանդեմ կմաքրեմ, մաքրում եմ, քանդում եմ եւ լսում եմ որ իրանք այդ հրաշքը կատարվեց։ Շատերը իմ անուննել են դնում, շատերը արդեն 10-ից ավելի մարդ, որ իմ անունը դրել է Նարինե։ Մեր հաղորդումների բոլոր հաղորդումների ժամանակ գրեթե ասում եք, որ դուք գրեր կապանքներ չեք անում։ Չէ, ես չեմ անում, բայց քանդում եմ։ Քանդում եմ, որովհետեւ պարզ տեսնում եմ ով է արել։ Նարինե, իսկ վտանգավոր չի, երբ որ տեսնում եք ով է արել եւ մարդկանց ասում եք այդ անունները։ Չեք անհանգստանում, վտանգավոր է, որ կգնան ինչ որ իրար հետ կսկսեն այդ հարցերը լուծել եւ չկա այդ մտավախություն։ Դե որ ասում ենք, տեսնում ենք չենք ուզում անունը տանք, միջև օգնականներս բողոքում են, խի, որ տեսնում ենք, տալիս ենք, դեղ լսում ենք, որ իրար կերան, իրար ջարդեցին, դե հետո էլ ասում ենք չենք տալու անունները, վտանգ լինում է։ Իսկ Իհարկե լինում է։ Իսկ ո՞րն է լուծումը ամեն դեպքում պետք է անունը տալ, թե անունը Չէ, չտալ։ հիմա էլ չեմ տալիս։ Ասում եմ, որ այս մարդն է, կոմոդ մարդն է, բայց դե շատերն էլ գիտեք ոնց է, շատերը հավասարակշռված մարդիկ են, ու նաև գրագետ մարդիկ են, տենց հասկանում են, որ պետք է լռեն։ Նարինե, իսկ տեսնում եք, թե օրինակ այդ գիրը, այդ կապանքը որտեղ է թաքցրած, իրենք որտեղից կարող են դա հանել, բերել ձեզ տան, ինչ որ։ Ես տվյալ մարդու անունը պարզ տեսնում եմ, իր դեմքը ասում եմ եւ ասում եմ որ 4 օր 5 օր առաջ միասին եք եղել այս ինչ տեղը որտեղ տեղան եմ տեսնում իրականում կապանքները ինչ ձևով են լինում սնունդի ինչ որ հագուստի ինչ ձևով եք դուք տեսնում դրանք ինչեր են ջրի մեջ են տալիս կերակուրի մեջ են անում շորի վրա են անում մազի վրա են անում հողի վրա են անում գերեզմանի միջոցով են անում տարբեր սմերտիլնի որը որ ամեն ինչը քո փակվի, դա գերեզմանն է, որտեղ դեղ հիմնականը մահացած մարդիկ են։ Գերեզման, այսինքն հողի մասին է։ Գերեզմանի հողի միջոցով տվյալ մարդու նույն անունից, որը գերեզմանում ինքը հիմա տաղված է, տանում են այդ տվյալ մարդու նկարը, անունը դնում դեղ, ու ինչ պետք է արդեն իրանք կատարում են, եւ այդ տվյալ մարդու մոտ սկսում է ամեն ինչը դեպի վատը գնալը։ Գալիս են իմ մոտ, անունները պարզ տեսնում եմ,
ասում եմ, երբ դաժե որ օրվանից է, որ տարից է ձեզ մոտ սկսել այդ վատը։ Մարդ ա եղել, ասեմ 20 թվից է քո ամեն ինչը փակվել։ Եվ գիտեմ էլ ում ձերքից, ասես 20 թվից երկու անգամ ես վթարի տակ եմ եկել։ Երկու անգամ։ Իմ սաղ լույսը ստան ճրակս փակվել է։ Որտե նախորդ տեսնում եմ, էլի, իզ մոտ իսկ այդ հիվանդանոցներից խի են հիմնականը զանգում, որտե հիվանդությունները ինքան է մարդիկ եկել իմ մոտ, նախորդ տեսել եմ, որտեղ է չար որակը թաքնված, որտեղ է բար որակը, որտեղից է արդեն այդ սիրտ խառնոցը, այդ երեխեքն էլ են բերում, այդ բժիշկներն էլ են դիմում, դաժե պրոֆեսորներ էլ են Ռուսաստանից գալիս, ռուսական գազետներում էլ են սկսել գրելը։ Դեղ ռուսական գազետներում գրում են, ես հիմնականում նաև տեղադրում եմ։ Ռուսներ էլ են շատ բերում, մեր հայերը իրանց հետ ռուսներ են բերում, գալիս են իմ մոտ, այն եթե ես չեմ կարողանում տես լրիվ լիարժեք ռուսերեն խոսեմ, դրի ոչ չկայի փոքարեն խոսում, եւ արդեն օրորին դղից էլ են շատ մարդիկ գալիս, որովհետեւ ես անընդհատ չեմ կարող գնամ այլ պետությունը։ Իրանք են գալիս, նստում են գալիս։ Լինում է դեպքեր, որ հիվանդներին բերում են, դուք հարցնում եք, էլ առաջինը հիվանդի բժշկի դիմել է թե ոչ նոր է։ Ձեզ համար ո՞րն է կարևորը, առաջ բժշկին դիմել նոր գան ձեզ մոտ, թե եթե ինձ ասում են մենք չենք ուզում գնանք բժշկի, ես ասում եմ չէ գնա, որովհետեւ վաղը, եթե քո այդ մի խնդիր լինի, դու ինձ էլ ես մեղադրել, բժշկը իր տեղությունը դուք ընդունում եք։ Այո, բժշկը իր տեղ ունի, ես հիմա տեսեք, ես դա աստվածային շնորհով եմ կատարում, իմ մոտ բացվում է, եւ ինչքան ինձ վերևից տրված է, ես այդքան կարողանում եմ այդ հզոր շնորհը գործեմ, բայց եթե ասենք չի բացվում, կարա նաև լինում են այդպես դեպքեր լինում։ Դե հիմա իմ մոտ վերևից է բացում, ես վերևից եմ կախված, այսինքն տեսնում եմ վերևից ինչ խնդիր կա։ Կամ մարդ կարող է իր մոտ լրիվ ուրիշ խնդիր բացվի։ Հիմա ինքը ուզի գնա հիվանդանոց, ես իրան չթողեմ, չէ, ես իրան միշտ ասում եմ գնացեք, միշտ բոլորին, գնացեք հիվանդանոց, գնացեք, ստուգվեք, բայց այդ թաքնված հիվանդությունները Որտե մարդ ա եկել է իմ մոտ նստել, ես իրան եմ նայել, էլ իր մազերը չեմ տեսել։ Ես տեսել եմ ինքը քաչալ նստած իմ մոտ ու նաև իր հետևը հիվանդանոցները սկսեց բացվել է։ Քիմիոթերապիան, այդ դեղերի հոտը, ես ասացի մի 3 ամսից հետո կոմոդ ծանր հիվանդություն է սկսվելու։ 3 ամսից իր մոտ սկսվել է։ Երբ որ արդեն այդ նույն ձևով ինքը եկել է իմ մոտ, ոնց ես իրան տեսել եմ, ինքը քաչալացած նստած։ Ասացի հիմա ինչ անեմ, ես իրան սկսել եմ օգնելը։ Բայց փառք Աստծո ախորժակը լավացել է, արդեն առաջընթաց կաթոլությունը գնացել է, բայց բժշկի եմ ուղարկում, չնայած ես տեսնում եմ, որ այդ տվյալ մարդը հիվանդանալու է, տեսել եմ, որ պոչկին ատկազ անելու, երիկամը իրան վատանալու է, նաև հանելու են, բայց այդ ամեն դեպքում բժշկը իր տեղը ունի, ուղարկում եմ, ասում եմ գնացեք։ Որտե դա պատասխանատու գործ է, ես իմս իմ հերթը չափից շատ է, ես տենց հպարապ չեմ լինում, որ մենակ մի օքու վրա աշխատեմ, ինքը պետք է նաև բժշկի գնա, որտե իմ մոտ հերթը չափից շատ մարդիկ է, ես անընդհատ մի մարդու հետ չեմ կարող զբաղվեմ։ Իսկ եթե մեկ մարդու հետ անընդհատ աշխատեք, մենակ ինքներդ առանց բժշկի միջամտության արդյունքի կհասնեք։ Արդյունքի հասնում է։ Իսկ եթե մարդն ուզում է, որ դուք մենակ իրեն հետ աշխատեք, այդ դեպքում դուք ձեր հերթերը այնպես չեք դասավորում, որ այդ մարդուն օգնեք միջև վերջ լավանա կազդուրվի ձեզ մոտ։ Աշխատանք կա, որ ես տեսնում եմ, որ ինքը չարվորակ ուռուցքից վատանալու է եւ նաեւ ժառանգական է, իր կիդնել, մեծ աղջիկներ նույն ցավից իրանք չկան ներկապահը, ես այդ աշխատանքը վերցնում եմ լրիվ քանդում եմ, որ ինքը այդ դրանով չտարապի։ Իր եւ ծնողները զանգում են, իր հայերը կոնկրետ ասում է, այո, դա իմ աղջկա մոտ թուլություն զգացել եմ, եղուկները թափվում էր, մազաթափություն կար, բայց հիմա այդ բաները անցել է։ Ես էլ եմ զարմացած, այդ ոտերի ոսկորների հիվանդությունը անցնում է, հիմնականը նաև ոսկորների հիվանդության վրա են զանգում, չափից շատ, որ իրանց ոսկորները ցավում է, ես ոսկորների վրա աշխատում եմ, այդ ցավը կտրում է, ուղղակի ես ինչի եմ ուղարկում տվյալ մարդկանց նաև հիվանդանոց, ես էլ եմ աշխատում, որտե իմ մոտ չափից շատ են գրանցված, մի հատ էլ հիվանդանոց իրանց տուգի ու գան, ես էլ այդ աշխատանքը վերցնեմ, նաև իրանց տապետ ինչի եմ ուղարկում հիվանդանոց, որ փաստով լինի Դիագնոզը նույն բժիշկը շատ կարևոր է, բժշկի ասածը շատ կարևոր է, դուք չեք Ինձ կարևոր է, որ իմ աջակորդը ինձ հավատա, որ ես տեսնում եմ հիվանդություն ունի, ուղարկում եմ նաև բժշկի, ինքը գալիս այդ նույն փաստաթղթով, որ այո, բժիշկը դրել է այդ նույն դիագնոզը։ Ու ես սկսում եմ աշխատել հետը, ես իմ չափաբաժնով եմ աշխատում իրան լավացնում, բժիշկը իրան։ Դա կոնկրետ հիվանդությունների դեպքում, իսկ հոգեբանական դեպքերի դեպքում Հոգեբանականը ինձ շատ է կանչում
այդ տեսցոնողներ ինձ հերեր, աղբերներ, մերեր զանգում են, կանչում են իրաց տները, որովհետեւ իրանց երեխուն անհնար է բերելը։ Այդտենց երեխուն ոնց կբերեմ, մի անգամ բերել են, մոտ 30 տարեկան տղա էր, հարևանները հետևից էր վազվզում, ագրեսիվ վիճակում, ու ես էլ չեմ թույլ տալիս, որ բերեն, ես եմ գնում։ Լինում է, որ դևից են տանջվում, լինում է, որ դևից տանջվում են, ասում են կողքը մարդ են սպանել, թե ինքն է այդ անցած բաները, բայց այդ ում սպանել են, այդ մարդը անընդհատ իրանց տանջում է։ Գիշերը ինքը կրավատից վեր է հանգնում, անընդհատ երազի մեջ այդ տվյալ մարդուն է տեսնում, այդ մարդը գալիս է, ասում է դու ես իմ կյանքս վերցրել, վախենում է, նաև շատ ժամանակ լինում է, որ ինքը զենքով էլ է քնում, վախուց էլի։ Ու ես մտնում եմ այդ տվյալ մարդու տունը, որպեսզի հասկանամ ինքը գժվել է, թե այդ իրան ինչ խնդիր է, ու տեսնում եմ դևն է հետևը տանջում։ Ես կարողանում եմ այդ դևը իրանից մաքրեմ, իրանից քաշեմ, ու այդ տվյալ մարդը արդեն ինքը ապակինվում է։ Ու ծնողները գալիս են, իրան շնորհակալությունը ասում են, ու նաև շատ մեծ շնորհակալություն են ասում։ Մարդ է եղել, ասենք, շատ մեծ չափից շատ մեծ նվեր է։ Իսկ եղել է դեպքեր, որ չեք կարողացել ոչ մի բան փոխել այդ մարդու կյանքում։ Չէ, նման բան չի եղել։ Այդ լինի շիզոֆրենիա, եթե շիզոֆրենիա է լինում, ես միանգամից տեսնում եմ, որ իր մոտ ինչ խնդիր է, գրվում է պատի վրա շիզոֆրենիա, ու կարողանում եմ հետը աշխատեմ, ինձ տրված էլ է, ոնց հետը աշխատեմ, գոնե մի քիչ այդ տվյալ մարդը ուշքի գա։ Իսկ այդ աշխատանքը ինչ ձևով է լինում, խոսքով է լինում, թե ինչ որ միջամտություններ է կանում, քսուկներ, ես կարողանում եմ նենց անեմ, որ իր ականջին այդ բաները շատ չթվա, այդ որ ինքը մտածում է, թե մեկը իր այդ խոսեց։ Իսկ էներգիայով եք աշխատում։ Չէ, իր գլուխը իմ մոտ տեսիլքով բացվում է, ուղեղը, ու ես տեսնում եմ իր նաև հոգեվիճակը, ու կարողանում եմ այդ ուղեղը։ Ինչպես եք ազդում այդ ուղեղի վրա, ինչ ձևերով։ Տեսիլքը ոնց բերում է, ոնց տեսնում եմ թույլ կողմերը, որտեղ է կոնկրետ թույլ տեղերը, իր տեղերը։ Ինչ ձևով Նարին է։ Տեսիլքով, մենակ տեսիլքը նկատի ունեմ, հենց տեսիլքն է այդտեղ աշխատանքը կատարում, թե դուք եք աշխատում։ Չէ, տեսիլքը բացվում է, ու ես թույլ կողմերը տեսնում եմ որտեղից է, կոնկրետ այդտեղ այս կողմից պետք է գլխի վրա աշխատանքը գնա։ Ինչպես եք այդ աշխատանքը անում։ Հարցս է։ Դա արդեն այդ թույլ կողմերի վրա եմ աշխատում։ Ինչպես։ Ոնց բացվում է։ Ինչպես, ինչ ձևերով։ Դե հիմնական աղոթքով, կոդերով։ Հենց դա եմ հարցնում։ Այսինքն աղոթքով։ Չէ, տեսիլքը որ բերում է, այստեղ արդեն բացում է կոնկրետ խնդիրը, այս կողմն է, այս թե այս եւ որտեղից է, ու որտեղ թույլ կողմը ջարջախված, այդտեղի վրա է ուղղությունը տանում, ու այդ ուղղության վրա է աշխատում։ Այդ աշխատանքը կամ աղոթում եք, կամ ինչ որ կոդեր եք ձեր մտքում, հա։ Նայելով էլ անցնում, նայելով, այդ որ տեսնում եմ արդեն, իմ աչքերի մեջ այդ սուրբ հատկությունն կա, քանի որ ցելից եմ, կարողանում եմ այդ նայելով ու աղոթներ անելով այդ տեղը լավացնում եմ։ Եվ ծնողները գալիս են, ասում են, առաջ ինքը ավելի շատ բաներ էր լսում։ Իսկ բացի դրանից ուրիշ այլ ձևեր կա, մարդ կա, որ օգտագործում է ջուրը, մարդ կա օգտագործում է։ Չէ, աշխատանքի ժամանակ այդքանը, այդ արդեն որ գերեզմանի գրել պետքա քանդվի։ Այսինքն նայած ինչ։ Հա, այդ արդեն սուրբ կրակի միջոցով, օրտված ջրի միջոցով այդ տասախ քանդվում է, մաքրվում է, բայց հիվանդությունները, որ բացվում է տոճկեքը, դա արդեն լրիվ ուրիշ ուղղությամբ աշխատանքը գնում։ Նարինե, դուք եք ձեր աշխատանքի ժամանակ մոմեր դասավորում, կրակներ, այդպես։ Այդ աշխատելու ժամանակ։ Այսինքն նայած որ դեպքը ինչ եք ունենում սեղանին, Չէ, սեղանի վրա չեմ աշխատում։ Աշխատելու ժամանակ մեծ կրակի միջոցով աշխատանքը գնում է, բայց սեղանի վրա չի։ Շատ մարդիկ կանչում են քաղաքի տարբեր մասեր, սրճարաններ, օֆիս, գրասենյակ, չեն ուզում հիմնականը մոտենան, ասում են մեկա դու կոմոդ բացվում։ Դե հետո էլ երևի խուսափում են հերթերում իրար տեսնելուց կամ ինչ որ մեկը մեկին ճանաչելուց։ Մի պահ որ նկարներ շատ էին բերում, ես սենյակի վրա իրանք են ուզեցել կախ, հետո որ արդեն գալիս էին ասում, սրանք գիտենք, մեկին գիտենք, բա այս մեկը մեզ կա։ Դա արդեն գաղտնիությանը կարծես թե։ Այս մեկը մեր բժիշկն է եղել, այս մեկը մեր փաստաբանն է եղել, այս մեկը Ստրան չեմ էլ ուզում տեսնեմ տղուս հետ վատ վերաբերվա, այն մեկը գիտես որ այս ինչ աշխատանքի մարդն արդեն ասել եմ օգնականից հավաքի սաղ նկարները, որովհետեւ լարվածությունն էլ է բերում։ Իսկ ինչու են ուզել որ իրենց նկարները մտածել են որ նկարները եթե ձեր կողքին փակված են, այ փակցված են։ Չէ, իրանք է սկզբից ուզեցել նկարները կախվի։ Նկատի ունեմ իրենց թվացել է որ եթե ձեր տարածքում է, ձեր ուժը նկարների միջոցով անցնում է իրենց։ Այդ ձև են ասել, բայց դե հետո որ տեսել եմ իրար ճանաչում են, գիտեն, լարվածություն առաջանում, օգնականից ասել եմ նկարները սա հավաքի։
Նարնե եւս մեկ անգամ ձեր հեռախոսահամարը հիշեցնե։ 094 99 47 98 ուղղակի լավ կլինի որ միանգամից կամ Viber կամ WhatsApp-ի վրա էլի գնեմ, որտեղ զանգերը չափից շատ է, ես չեմ ասցնում բոլորի պատասխանեմ, ու շատ բողոքներ եմ ստանում, չգիտեմ, զանգելու ենք, բողոքելու ենք, շատ են։ Հուսանք, որ եւս մեկ անգամ այս հաղորդումը դիտելով ձեզ կանհանգստացնեն Viber-ով կամ WhatsApp-ով։ Այժմ գովազդային դադար մեր եթերում, հարգելի հայրենակիցներ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այս սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ ին հյուրն է տաղավարում պայծառատես Նարինե Մկրտումյանը։ Եվ Նարինե, ձեր հեռախոսահամարը եւս եւ մեկ անգամ ես հնչեցնեմ 097 99 47 98 094 99 47 98 Այնպես որ ովքեր ցանկություն ունեն ինչ որ հարցերում եւ հավատում են պատմություններին ինչ մասի որ այսօր մենք խոսում ենք կարող են Նարինե Մկրտումյանին անհանգստացնել իրենց հարցերով։ Նարինե, մենք խոսեցինք մարդկանց մասին, ովքեր ձեզ դիմում են, հիմա փորձենք հասկանալ ինչ է կատարվում մեր երկրում։ Քարոզարշավը սկսվել է, մարդիկ փորձում են իշխանության գալ, մարդիկ ուզում են ոմանք իշխանություններից հեռանան, մի խոսքով այս քաղաքական, ներքաղաքական իրադարձությունները, զարգացումները ինչ եք տեսնում, ինչ ապագա եք տեսնում Հայաստանի համար, իշխանափոխություն կլինի, չի լինի, նոր վարչապետ կունենանք, թե չենք ունենա։ Ուրեմն մեզ մոտ ամեն ինչ նոր կլինի, բայց խանգարողներ կան, այլ պետություններից խանգարում են, որ մեզ մոտ ամեն ինչ դեպի վատը գնա։ Վատը գնա նկատի ունեք, խանգարում են, այսինքն խանգարելով մեզ հնարավորություն են տալու դեպի Մեզ մոտ կարա ամեն ինչ թազա լինի ու լիքը պետությունների մնա այդ տարածքներ, բայց քանի որ կա հզոր մարդ, ով թելադրում է, որ այս գործողությունից, այսպի գործողությունը պիտի անես, արդեն ստեղ ամեն ինչ դեպի վատն է գնում։ Վատ ասելով նկատի ունեք ոչ մի փոփոխություն չի Փոփոխություն ես տեսնում եմ, ես առաջի եթերի ժամանակ եմ ասել, որ Երևանն էլ է վտանգված եւ օր-օրի մեկ դա, այսինքն մարդիկ էլ զգալու են իրենց վրա ու լսելով են։ Եվ այսօր արդեն թող իրանք որոշեն, ես դա ասել եմ նաեւ 22 թվին, 21-23 թվին։ Հիմա տեսնում եմ փաստ մեկնաբանությունը ավելորդ է, իրանք դա տեսնում են, լսում են TikTok-ներով, եթերներով իրանք գիտեն էլի դա YouTube-ներով տեսնում են ինչ այլ է կատարվում։ Տեսնելու ուրիշ բան է, բայց դուք կանխատեսում եք։ Ես կանխատեսում, ես սուղատ եմ որքանով ես հասկացա, ոչ մի փոփոխություն չի լինելու։ Դեր էս բա չէ։ Չի լինելու։ Լավ, այսքան ու սահմանափակվենք։ Որովհետև մարդկավորը չի երևում, բայց ինքը թելադրում է իր փոխարենը այդ գործողությունները ոնց գնա։ Եվ երկրորդ հարցս, քանի որ միշտ մեր հաղորդումների ժամանակ դուք ընտանեկան դեպքերի մասին եք խոսում, մարդկանց չարագործությունների մասին եք խոսում, փորձում եք դրանք բացել, մարդկանց ինչ որտեղ երջանկացնել, Վեդիում տեղի ունեցավ քույրերի հանդեպ սեռական ոտնձգություն եւ այս դեպքի հետ կապված բավականին մեծ աղմուկ է։ Ձեր կարծիքով ինչու են նման դեպքերը լինում։ Նման դեպքը Գիտեք ոնց է, այդ տվյալ մարդը երևի իմացել է, որ թուլություն կա տան մեջ եւ հետևները մարդ չկա կանգնած, չնայած լսել եմ, որ իր հոր աղբերը դանակարել է եւ ճիշտ էլ արել է, տեղին է։ Եկեք նման համերգների եթերից չհայտարարեք ամեն դեպքում։ Դա ուղղակի բիձաներ են, երևի մի քիչ էլ խելագարված բիձաներ են, ես դեռ լուրջ մարդ չեմ տեսնում։ Ընդհանրապես, եթե տվյալ մարդը հասակով է լինում եւ ուժեղ է լինում, թույլին, որը նաեւ այդ աղջիկների ոնց հասկանում եմ մտովի խանգարումներ ունի, թույլի վրա ձեր բարձրացնում կամ ինչ որ սեռական ուժում, դեղ մարդ չկա ընդհանրապես, որովհետեւ թույլին նեղողը նա ինչ մարդ պիտի լինի ու ինչ չի թվում, որ կալանավայրում կարող է իրանց շատ լավ ընդունեն, շատ վատ կընդունեն։ Իսկ դեպքին ձեր կարծիքով որն է պատճառը, մարդկանց եսասիրությունն է, իրենց ատելությունն է։ Չէ, պրոստը ստեղ հարցը նա է, որ իրանք հասկացել են, որ իրանք թույլ մարդիկ են, այդ ընտանիքով հանդերձ, եւ նրանք երեխեք են, իրանք այդ տարիք առած մեծ են, մտածել են, որ իրանք ուժը ցույց տան թույլ երեխոցը վրա։ Ինքնահաստատվելու խնդիր է։ Բայց բացի դրանցից էլ ընդհանրապես ամենտեղ էլ, որ ուժեղը թույլին նեղում է, թեկուզ այս հանգամանքումը չի, ուրիշ հանգամանքներով, տենց մարդիկ ընդհանրապես չեն հարգվում, որովհետև ինձ էլի նման հաճախորդներ ա եղել, որ եկել են ինձ ասել, գիտես, ինքը չնայած այս հաճախորդին դու ընդունում ես, 10 հոգու մի հոգու վրա արձակվել են, իսկ որ ինքը եկել է նորից ինձ դիմել է, ես իրան բացատրել եմ, ասել եմ, դա հերոսություն չի, երբ որ դու 10 հոգուն կարողանաս մի հոգով
ցույց տաս քո ուժը, այդ ուրիշ բան, բայց եթե 10 հոգի հավաքում ես մի խեղճ ու կրակի վրա արձակվում, դու տեղ հարգանքի չես արժանանում։ Դա ընդհանրապես ոչ թե կոնկրետ այս բիձաների հարցը եւ ամենտեղ եթե մեկը ուժեղ է լինում, թույլին ճնշում է, այդ ինքը դրանով ոչ թե ուժեղ է, ինքը թույլից էլ է թույլ։ Իրանց արարքը դա արարք չի։ Ես այդ կարամ ասեմ։ Նարինե, դուք կարողանաք աղջիկներին օգնել, եթե ձեզ դիմեն։ Որտեղ աղջիկները հիմա շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ են, եւ նրանց այդ հոգեբաներն են աշխատում, ամեն դեպքում հանրությունը տեղեկացված է եւ մենք տեսնում ենք հենց տեսանյութերով։ Ինձ ավելի ծանր դեպքերով են դիմում, ու ես կարողանում եմ օգնեմ։ Իրանց ընդհանրապես նման մարդկանց հետ իմ աշխատանքը զգնում է ավելի ծանր, որ ավելի վատ վիճակի մեջ են լինում ու կյանքի մեծ վտանգների տակ են լինում, ես իրանց կարողանում եմ աշխատեմ, իրանց օգնեմ։ Իսկ պատրաստ եք նրանց անվճար թեկուզեր օգնությունը առաջարկել։ պատրաստ Մեր եմ։ եթերից ասենք, եթե ձեր օգնության կարիքը կունենան, ինչ որ չափով կկարողանաք աղջիկներին օգտակար լինել։ Այո, կարամ օգտակար լինեմ, հոգեբանորեն է կարամ օգտակար լինեմ, իրանք դա մոռանալով են աշխատելու, իրանց հետ աշխատելու ժամանակ կմոռանան։ Այսինքն այնպես կանեք, որ աղջիկները կմոռանան, թե իրենց հետ ինչ է կատարվել։ Դա մի կյանքի էտապ է եղել, ուղղակի ընտանիքի թուլությունից լավ իմացել են, որ Թույլերը օգտվել են, ինչպես դուք եք ասում, դիմացինի թուլությունից։ Ավելի թույլերը օգտվել են իրենցից ավելի ուժեղների կարծես թե իրենք ավելի թույլ են որ գնացել են այդ հիմնական տաքսիստը տենց ինքը հեղինակություն չի էլի որ ասենք ինքը ինչ որ հեղինակություն ա ունարը տարիք առաջ որ իմանաս որ մի հատ լուրջ մարդ ա իրանց այդ վատ եւ տաքսիստը ինքը տեղով կործանված մարդ ա որ չափից ավելի հավասարակշռված ավելի ես բոլորի վրա չեմ դա ասում կոնկրետ այդ տվյալ մարդու վրա եմ ասում տարիք էլ առաջ ա եւ մտածի ոդի մեկտեղ շատ կներեք գերեզմանի մեջ ա տեսել են երթերով սպիտակ մազերով տարիք առաջ Ձայեին շեղում են նրան ունի, որովհետև նորմալ մարդավասարակշռված տես չի լինի, բայց ամեն դեպքում ստե թուլության հարցն ա եղել, իրանք մտածել են, որ իրանց հետևը մարդ չկա կաղնած, եւ նաեւ իրանք մի քիչ մտովի խնդիրներ ունեն, առիթավորվել են ավելի շուտ, ով պիտի իրանց հետևը կանգնի, բայց հորը աղբորը որ դանակարել է ինքը ճիշտ արել դա հարգված բան է ճիշտ արել ճիշտ է դուք ասում եք չխոսեմ բայց իմ կողմից դա շատ հարգված բան է որ ինքը արել է որովհետեւ տենց լռեն բիձաները օգտագործում են աղջիկներին ու նաեւ նույն ձևի կալանավայրում իրանց հարցերը դկուլուծեն Նարնե ինչ ունեք ավելացնելու մեր եթերաժամանակ մոտենում է ավարտին ավելացնելու ես ունեմ որ իրար պետքա օգնեն իրար պետքա սիրեն ամենակարևորը իրար պետքա օգնեն ընտանիքներ կան որ գալիս են ասում որ ուզում են իրանց երեխոցը հանձնեն ծերանոց մեծ երեխոցը մասնա իհարկե խոսքը գնում մայրերին այրերին որովհետև հիվանդացել են ծերեն խելագարվել են շատ են ուտում ես միշտ խորհուրդ եմ տալիս որ եթե դուք տան անդամներն եք ձեր հարազատից ուզում եք ձեր հարազատին չեք ուզում ընդունեք դրսում ընդհանրապես չեն ընդունելու Մեկ էլ իմ խորհուրդս են մեր ազգին, որ պետքա իրար տուպիկի դեմ չդնեն, եթե տվյալ մարդուն չունի, չպետքա պահանջեն, մեկ էլ պետքա իրար օգնեն, մեկ էլ ենք օգնում, մենք սուննդի կարգով ենք օգնում, կարանդիմեն, մենք նույն ձև նորից կօգնենք, որովհետև էլի օգնել ենք և էլի ենք օգնելու, իմ համարը ևս մի անգամ էլ կասեմ 094 99 47 98 Կարան զանգեն սնունդները միշտ բաժանվում է իմ օգնական նարեկը մարդիկ էլ շատ իրան հավանում են ասում են շատ գրագետ տղա է հանգիստ խոսում է նորմալ բացատրում է իր վրա շատ են տաքացել հաճախորդները մարդիկ անընդհատ ուզում են իր այդ կապի մեջ լինեն մենք սննդների կարգով օգնություններ տալիս ենք թե մանկատան երեխոցը թե ծերերին թե հիվանդներին այն մարդկանց ովքեր չեն կարողանում շարժանեն բանով չեն կարողանում էլի ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեն ինքնուրույն նաև ուղեղներով չեն կարողանում էլի մտովի խանգարումների ունեն այդ մարդկանց մենք բոլորին նաև չունևոր մարդկանց օգնություններ մեր կողմից գնում է կարան դիմեն մենք էլ պատրաստ ենք օգնենք ոնց օգնել ենք եւ վերջին հարցս Նարինե դուք քանի որ արմատներով Արցախից եք կա զգացողություն որ դուք ձեր ծննդավայր նորից գնալու եք
Զգացողությունը այս ձևա ես գիտեմ, որ Թուրքը երբեք չի կարողացել կռվի ու Տուրքիան ժամանակավոր է օգնել, քանի որ Էրդողանն էլ տեսնում եք տարիք առածա առողջական խնդիրների ինքը միշտ չի լինելու պրեզիդենտ, որ կարողանա Ադրբեջանի մոտ կաղնի, Բաքուի մոտ։ Թուրքն էլ ի վիճակի չի կռվելու, իսկ մենք մեր ազգը ինչքան էլ ժամանակավոր Այսինքն սա ժամանակավոր է։ Սա ժամանակավոր է, որովհետև եթե մի մարդ ի վիճակի չի այն գլխից իրան տրված չի կռվելով, ինքը չի կարա տարիների ընթացքում բայվիկ դառնալ դուք ձեր ծննդավայր գնալու եք։ Գնալով ենք դա ժամանակի հարց է ուղղակի։ Ով պիտի իրանց օգնի Տուրքիան, ես չեմ տեսնում որ մշտական օգնելու է իրանց, որովհետև մշտական բան այս կյանքում չի լինում։ Մի անգամ կօգնի, երկու անգամ մենք էլ կարողանում ենք այդ ուժը մեզ տրված է։ Ուժեղանալու ենք։ Մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, որ կարողացել ենք կռվենք այն ժամանակները, հիմա էլ կկարողանանք եւ հիմա էլ ենք կարող ուղղակի սա ոնց որ ժամանակի պաուզա է, գովազդ է ժամանակի կանգնեցրած, բայց ես տեսնում եմ մեր ձեռը եւ դինելու է։ Շնորհակալություն Նարինե այսօրվա հաղորդման համար։ Հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք այս տաղավարում, այնպես որ այսքանով կարծես թե մեր հաղորդումը ավարտում ենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։